Մարդիկ իրար կարող են ատել ելնելով, օրինակ, նախանձից, խանդից, օրինակ, ինչ-որ մեկի հարևանը մի բան է գնում, որ նա էլ է տենչում ունենալ և չի կարողանում ինչ-ինչ պատճառներով և սկսում է ատել այդ մարդուն, մտածելով, թե ինքը ինձանից ինչով է լավ, որ նա կարողացավ, ես չեմ կարող։ Կարող է ատելություն առաջանալ խանդից, օրինակ մարդուն թվում է, թե իր ընկերոջը կամ ամուսնուն ինչ-որ մեկը թարս աչքով է նայում, բայց օրինակ այն ատելության ձևը, որ հիմա կասեմ, ամենաահավորն է, ատել մարդուն նրա համար, որ նա չի կիսում քո կարծիքը, ժողովուրդ ջան, եթե այն երկու տեսակը ատելության այդքան էլ, այսպես ասած, վտանգավոր չի, էլի վատ է, բայց վտանգավոր չի, որովհետև խանդն էլ նախանձն էլ բազային, հիմքային հույզեր են, ապա այս երրորդը դա կարեկցանքի բացակայությունն է, դա մարդասիրության բացակայությունն է, դա մարդուն չընդունելու բացակայությունն է, այսինքն ես ունեմ իմ ճիշտը և դու, եթե ունես քո ճիշտը, այդ ճիշտդ վերցրու և գնա, դա ոչ մեկին պետք չի, որովհետև ես եմ ճիշտ, ուրեմն ինչքան ոչ adekvat և բարձր էգո մարդը պետք է ունենա, որպեսզի չընդունի ատի մարդուն զուտ նրա համար, որ նա ունի իր կարծիքը, այստեղ մարդը միանշանակ գիտակցության խեղաթյուրում ունի, որովհետև ճիշտը ինչքան էլ ասում են մեկն է, ոչ, ճիշտը մեկը չէ և յուրաքանչյուր մարդ ունի իր ճիշտը, մեկի ճիշտը կարող է մյուսի սխալն լինել և հակառակը, օրինակ հարուստ մարդու համար ճիշտ է ունենալ շքեղտուն, անտուն մարդու համար ճիշտ է ունենալ մի սենյականոց, թեկուզ ինչ-որ մի տեղ, որտեղ որ դու կարող ես մնալ և փողոցում չքնել, այնպես որ ու ցավոք այս ատելության այս տեսակը, չընդունել ուրիշի կարծիքը հիմա շատ տարածված է մեր ժողովրդի մեջ և ես բոլորին կոչ եմ անում ընդունել, հարգել դիմացինի կարծիքը, պարտադիր չի համաձայնվել, պետք էլ չի համաձայնվել, պարզապես դուք մի ձեր ճիշտը փաթաթեք ուրիշի վզին և կտեսնեք ինչքան ամեն բան լավ կլինի և իհարկե ես վստահ եմ, որ դու կարող ես։